Կյանքում փնտրում եմ մի աղջիկ բլոնդ թե սևուկ կարևորը օջախի աղջիկ լոս ես թե նալջիկ ռուս ես թե տաջիկ բոլորը ման են գալիս օջախի աղջիկ նա կարա լինի Արնախում ինչպես ճղճիկ բայց կարևորը լինի օջախի աղջիկ խաչիկը վաճիկը քաջիկը ինքյացման կգան միայն թե հասնեն օջախի աղջկան օջախի աղջիկ սիրունիկ աղջիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ դաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ դաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ Սուսեք լավ սկսվավ Բայց որտեղ է ակնոցս? Ես հիշում եմ, որ էստեղ եմ դրել։ Ոյ, սենյակում ինչու է այսպես ցուրտ։ Հուսամ կկարդա նամակը ճիշտ կհասկանա։ Բարև, Սյուզ ջան։ Բարև Սյուզ ջան, ինչ-որ շատ պրիմիտիվ է։ Ավելի լավ է։ Ոնց ասում է Գուսան Հարութ Բալյանը Քեզ համար հեռու մոլոր ճամփեքով կգամ ես։ Բայց ես էլ դժվար կարանա երգի, է։ Լավ չի։ Ավելի լավ է։ Ոնց ասում է Գուսան Զախարութը Ես առանց քեզ կապրեմ առանց արևի ես առանց քեզ մենակ մնամ երևի Երևի Չես երևին էլ կարող եմ մտածել որ չեմ կողմնորոշվում Լավ չի Ես չիպսելա տրիդը հաղցր ձողիկները տրամադրությունս բարձրացնում են Մուսալ կտան էլի Ավելի լավ է անկեղծ լինեմ Սյուզ ջան, ժամանակն է, որ դու իմանաս ճշմարտությունը Ես գիտեմ, որ մենք տարբեր խավերից ենք ու շատ դեմ ուժեր կան մեր միությանը Բայց ես պայքարելու եմ իմ սիրո համար, մեր սիրո համար Այս գեղեցիկ ծաղկեփունջը թող գեղեցկացնի քո օրը Սիրով Ավագյան, քո համար Ստյոպիկ Արայ շուստր ես ինչ մոմենտ է, Սուզոյի սեյնյակի դեմ եկել ծաղիկներով տնկվել ես։ Շեվ չխանգարես ես անգամ, իմ անելունը պտի անեմ։ Արա դու ծնդել ես, ես չեմ ջոգում, դու կալբաստից վավշե չես վախում։ Գիտես իրաց անգելուց հետո ես ամեն անգամ վազում եմ տուալետ, այդքան վախում եմ տակաս։ Չէ թե իր աղջիկը չլեր, բան չի ասի հորս արև, ասեմ ավելին, նույնիսկ դաժե ես կարող ուզեի։ Չէ, շեվ չեմ վախում կալբասից ու ժամանակն է եկել, որ ես անեմ իմ քայլը։ Ինչ քայլ, այ քալ, չէ ասենք, այսօր արեցիր քո քայլը արեցիր այսօր, բայց այդ քայլից ոչ ոք չխերվավ, հիմա էլ մնում է քո քայլից խերվեն կարա, իսկ ես ցախավելը, տար մի հատ աղկա տատի դուրել է բարեգործություն արա, հետո կգցես ինտերնետներ։ Ստյոպիկ։ Սյուզ ջան, բարև։ Բարև, ես ինչ ծաղիկներ են։ Ես իմ սերը արտահայտող փոքրիկ վերաբերմունք է, որ կուզեմ սիրով ընդունես։ Ես։ Ավագյան խոսա ում համար են ծաղիկները։ Երևի մայրիկի, հա։ Հա, մայրիկի համար է։ Կփոխանցեմ դուր։ Մայրիկ, նվերներ ունես։
Լավ, բա կոնտակտային ոսպնյակներս որտեղ են։ Լինզաներ, որտեղ եք։ Կարող է ստեղ է։ Մայրիկ։ Նվերներ։ Սուզի, աղցերս իս նվերները։ Իմ համար։ Վայ։ Լուսիլը, բայց իմ ծնորդին էլ 7 ամիս կա։ Լուսի, տենաս իսում կողից ահելը, սպասի։ Սպասի։ Վայաման, աղջի։ Աղջի ես ինչ շոխուրա։ Այս սենյակը չաս ես ծուրդ։ Լևոնովնա, ես դու ես լամպով խփել գլխին։ Ոչ ես ոչ մի բան միտոնավոր չեմ արել։ Երեխեք ես կորցրել եմ իմ ակնոցը եւ կոնտակտային ոսպնյակներս, գիտեք, ես առանց դրանց չեմ կարող տեսնել։ Լավ չեմ աղջիկ, եսա կբեռեմ։ Աղջի ինչ ես քեզի ծեր տվե, լանք ստացի, նենց ես քեզի պահում ոնց որ հեսա կամիսավար տվելն ես։ Ախ, եսի կապ չունի։ Ախ, ես ձենիս հետ ինչ անե, ոնց որ որագայթի ցոգոլն եմ։ Քրեջ, ես հասկացա ինչ այլ է։ Ուրեմն գիշերս է մարդը մտե, գողացել է Լևոնովնայի ագնոցը մեգե կոնտակտային ոսպերը։ Հետո միացրել է կանցանիրը, քոկել է միջև Սիբիրի խազը, դրա համար է դարել է այսի լիվ սիսանցու սենյակ։ Դրա համար էլ աղջի ծերոտ փոյցը դուրս չի գալի։ Ու այս ամենը մրցույթից մի օր առաջ։ Աղջի հետի աշկի սեն թարախ Իզաբելայի ձեռի գործն է։ Այ բաբա ջան։ Լավ, ես գիտեմ ես հարցը ոնց ենք լուծում։ Բալես, չանհանգստանաս։ Հիմի մայրիկը իր ռեցեպտերով քեզի մի հատ աննես բան կսարքի, էդի որ խմես, վռռաս ոտիկը կանգնես։ Երեխեք ջան, պրիվետ, շատ լավ է, որ բոլորը տեստեղ եք։ Այ Ռոդիկ, լավ չեմ։ Ռուդի, խնդիր կա։ Լևոնովնան ունի վատ տեսողություն ու ակնոցն ու լինզաները կորցրել է։ Այ մարդ հասոնը ջեյմության մեջ երրում է։ Վայ Դոլչե Գաբանայի գերեզման։ Երեխեք, այսօր սպորտային օր է, առաջին մրցույթը օջախի աղջիկ Մարտիկն է, որտեղ հանդես է գալու Լևոնովնան։ Երկրորդն ավելի ուժային է։ Այնտեղ արդեն 3-ով եք, մայրիկը, Սյուզին ու Հասոն։ Թարսի պես փոփոխելու, փոխարինելու հնարավորություն նեմա։ Էսի սաղ են քոքված Իզաբելայի ձեռի գործն է։ Բայց ոչինչ, իր այս դավադրությունը իր գլխին է գալու։ Արա ժողովրդական խոսքը, եղուն գունես գլուխդ քորի։ Եվի ուզում է իր ասիր, փոսփորողի ինքն անգնում փոսը։ Կայվո ժողովրդի խոսքն է։ Լավ, Расклад такой. Значит, ազիս հանկարծ չնեղվես, սա հարցերը տեղն են գցելու։ Ռուդի, ես քեզի կտամ իմ տեղատոմսերը, դու կբերես Հասոին կբուժես։ Սուզի, դու Լևոննային վերցնում ես, գնում եք ռինգ։ Հիմա իմ ետևից արագ տեմպով վրաստվա։ Մենք ժամանակ չունենք, շուտ է, դաշի վայրները ակի, շուտ է նա դուստանցի, յա։ Սուզի, հլլսի ազիս, հենց աղեգներանցիով էր բերել։ Ավակյանը։ Ինչ ավակյան։ Մեր ավակյանը։ Ստիոպ։ Ախի, բայց ինի քեզի չէր սիրում։ Ինձ էլ էր տենց թվում, բայց դե ինչ արած։ Լուսի, բայց ասեմ քեզ ամուսնա համար վատ տարբերակ չի։ Դե, մանավանդ որ այս պայն միակ տարբերակն է, էլի։ Բլուդրանն է, Լուսի, տափու կալձի բան չի ասե, գիտես, չէ։ Մի օղան խնդրեմ, էլի։ Դեպ չես էլի, եթե ես իրան որպես զապաս գցեմ ջեբս։ Ինչ ուզում ես արա մայրիկ։ Բայց խնդրում եմ ցույց չտաս, որ ինչ-որ բան գիտես, որովհետև ինքն էլ ինձ էր խնդրել քեզ ոչինչ չասել։ Հա, քուրս ո՞ս մի խտիր չգա, բաց ցույց չեմ դա, բայց կարամ կոնյա թեթև նամյոկներ անեմ։ Թեթև։ Այս ինչ ես անում, մայրիկ։ Ես պատրաստ եմ իմ կյանքի նոր կարևոր փուլին։ Մայրիկ, քեզ վիրավորում։ Ազիզ, վիրավորանքը էսի չի, էսի է, բայց էդի կարևոր չի։ Դե, ոնց որ ասում է Գուսան Արման Հովանիսյանը, նամակ էլ կստանաս։ Չեմ հասկանում։ Ազիզ, դու ոնց ինչ-որ գաղտնիք ունես ասելու։ Հələ ասա դենամ ես գաղտնիք է էդի։ Ասեմ, հա։ Այո։ Ոնց ասեմ, բայց Ազիզ, ո՞ս կա, դու տենց ասա, պրյամո։
Նայ մայրիկ, մինչև 17 տարեկան պապուց ծոսն էի քնում։ Գիշերը ոնց որ մթությունից վախում էի չիշիկեանում տակս էլի։ Ազիզ, իսկ էդի շահունակական բնույթ է կրում հմիել գոյություն ունի այդ երևույթը։ Չէ, հիմա փափուկ արջուկ ունեմ, փափուկ արջուկի սենց գրկում եմ, պինդ քնում եմ։ Ազիզ, բայց դու անձի վերաբերող գաղտնիք ունես, հələ ասա տենամետ ես գաղտնիքը։ Ես էլ ասում եմ ինչ ես ասում։ Որ mən Եգիպտոսում, ես այս բասենից ես դուրս եմ գալիս, ես նայում եմ ձախ աջ, չեմ գտնում սրբիչս, ոնց որ քո սրբիչով եմ էլի սրբվում, մայրիկ ջան, կներես։ Աման, փաստորեն իր ամոց գացմունքը հենց այդ պայից է առաջացել։ Մայրիկ ջան, եթե տես կարևոր բան չունես ասելու, նստած եմ էլի մենակ մտքերով, եթե կարելի է։ Հա, Ազիզ, ոչ մի խթի չկա, դու հագիս նստի հագստացի։ Մերսի մայրիկ ջան։ Աշ ջան, վեր կաց։ Ես քեզ հեսա բուժելու եմ։ Վեր կաց, Աշ ջան։ Ռուդի, արանարա։ Լևոնովնա, կենտրոնանում ենք, գնացինք։ Խփի ձախ լապային։ Բայց ես պարզ միայն քո ձայն եմ լսում, լապան ո՞րն է։ Խփի։ Կպաչ է լապային։ Դեմքիս կպար։ Ներողություն։ Ոչինչ լավ։ Մի հատ էլ Կպա լապային։ Չէ, չկպար։ Դե դա լապու բարձրանամ։ Խնդրում եմ ինձ ջուր կտաս։ Լևոնովնաս, կանցնենք, չէ, սփորձության միջով։ Իհարկե, այդպիսի խնդիրներ եք լուծել։ Միտեղ բարի լույս, միտեղ բարի օր, միտեղ բարի երեկո, տիկնայք եւ տիկնայք, ձեզ հետ կրկին Կարո բլոգն է։ Այսօր վերջապես Rudy Beauty-ի աղջիկները եւ Iza Fashion-ի գեղեցկուհիները կպայքարեն օջախի աղջիկ սպորտային մրցույթի շրջանակներում։ Այսօր կտեսնենք, թե ով է ում սպորտը դնելու տեղը։ Այսօր կիմանանք, թե ով է ատլետ, իսկ ով կատլետ։ Աղջիկներից ով է հաջորդ շաբաթվանից բանանը ծյորկած ուտելու։ Նրանցից որ մեկն է մինչև երեկոյան 10-ը անպայման տանը լինելու։ Եվ ի վերջո, ով է 6 երեխա բերելու։ Այս ամենի մասին կիմանաք իրական, տնական օջախի աղջիկը մրցույթին հետևելով։ Ինչպես նաև ունենք աննախադեպ նվեր հաղթողի համար Mobile Center-ից։ Մի հատ գրուպնյացի Samsung S25 Ultra։ Սամո, նկարեցիր, ունենք, օքեյ է, Սամո։ Սամոն չի, Սամոյի տղա Համոն է։ Բա Սամոն ուր է։ Պապան գնացել է Արմեն Ակոբ եղանակի տեսություն նկարի։ Բայց դու արխային, Կարո ջան, ես էլ եմ լավ նկարում։ 3 տարի է արագաչափերի վրա եմ, հեսա շփթը, պարագարակ, կնկարենք, կպրծնենք։ Պապան սաղ ասել է։ Լավ, մատոր միացրա, շարունակում ենք։ Իսկ առաջին մրցույթը բռնցքամարտն է, գնացինք։ Ladies and gentlemen, Tonight եւ Online, Zach Angelou, Iza Fashion-ի օջախուհի Վիլենտե Սահակյան։ Այս Angelou համես կգա Rudy Fashion-ից։ Հրաշուհի Աղջիկներ, ողջունեք իրար։ Պատրաստ ես։ Շուշտ։ Բոքս։ Դեմի ձերքով։ Այ ապրես։ Աշխատի։ Այ տենց։ Ապրես։ Շատ լավ է։ Աչից, Լևոնովնա։ Լևոնովնա։
Ինչ ես անում, մայրիկ։ Ազիզ, ես իմ հասի պարնը։ Դու դգավ։ Պաչինձի։ Ինչ։ Ասում կողը կամպուր էր հարսնացու իմ պաչինձի։ Այ մայրիկ ջան, ոնց քեզ համբուրեմ, ես քեզ մորպես եմ ընդունում։ Սա դամասկո տղա դուս է գար հա, բայց։ Լավ, դու ինձ են ասա, Սյուզին տեսել ես։ Սուզին Լևոնովնայի հետ ռինգում է։ Բարի գնանք պատժկա անենք։ Սպասի։ Ես մրցույթի համար մի հատ գախնի զենք ունեմ պատրաստած։ Էդի վերցնենք նոր գնանք, հա, Ազիզ բալա։ Գնացինք Ազիզ բալա։ Բայց առանց։ Այ մի ամաց, մի ամաց։ Stop, break։ Առաջին ռաունդը ավարտվեց, 1 րոպե ընդմիջում։ Խնդրում եմ ինձ ջրի ջուրը տուր։ Խմի ուժերդ վերականգնի։ Լավ է այս ջուրն էլ կար, թե չէի ձգի։ Ախցի, հայդարակ են կլնում, 12-րո կարվում ենք։ Խնդրում եմ, մարտը դադարեցրի, քանի հաշիվը 12-ի տարբերություն է։ Քիչ ինչ դադարեցներ, համի ես կասեմ քեզի ոնց ենք անում։ Ուրեմն ուշադիր, պատկերացրու, որ դեմդ ժամա։ Ձերքի ժամացույց։ Ոյ քորուշ ձերքի ժամացույց է, պատի մեջ ժամացույց, որ լավ տենաս, չէ։ Պատկերացրա հարաբարագի մեջ ժամն է։ Դեմի ուղի խփի։ Աբրիս, էդի ժամը 12-ն է։ Դեմի կուրս կդուս, մի քիչ ներքև խփի։ Աբրիս, էդի 12-ից կեսա։ Ազիզ, համի մի հատ ժամը 3-ին խփի։ Աղջի, էդի Ամերիկայի ժամով է 3-ը, ամը, ոչ թե ՓՄ, նորից խփի։ Աբրիս, հասկացար, չէ։ Կարծես թե հասկացա սկզբունքը գիտես։ Բայց նա շատ ուժեղ մարդիկ է։ Աղջի, հանգստացի, ես ես այդ հարցերը տեղը կգցեմ։ Կյանքս նամսում կես կտաս։ Աբրիս, դու ոնց ծանեցի։ Մի ձեռքով աշխատում ես, հետևից մոտ խաղ, Սյուզ, կարամ մի հատ բան հարցնեմ։ Հիմա չէ, պիտի Լևոնովնային օգնեմ։ Դե ինչ, մրցող երկու կողմերին հրավիրում ենք կենտրոնական հատված։ Երկրորդ ռաունդ։ Ազիզ, են իմ ասած ժամանակի ձևերը հիշի, ոնց է ասել քեզի ու դուխով կպի։ Մայրիկ, դու ինչ արեցիր։ Ազիզ, են իմ կարոնի թուրմերից եմ սկսել տվել ձեռներին, հեսա նենց է թուլանելու, ոնց որ 3 օր ձեռերի վրա քնած ալնի։ Բոքս։ Աղջի, տեսար դրա թևերը ոնց կտրինք։ Կավայ Լևոնովնա ջան, Լևոնովնային շամ ասեք։ Լևոնովնա 12+10։ Աբրիս, Լևոնովնա 6+5։ Աբրիս, Կավայ Լևոնովնա 1+8։ Աբրիս։ Այս մեկը ես եմ ասում։ 5-ից 20 պակաս։ Մեկ, երկու, երեք, չորս, 5, 6, 7, 8, 9, 10։ Երեխեք ինչ լավա հաղթեցինք ապրես Լևոնովնաս, ապրես մայրիգս։ Աղջի տեսա թե ցախից ոնց եկաք։ Լուսի դուք ուզում էին մեզի քծեից քծեին։ Ազիզ մի բան տվեք խմեմ։ Սյուզ ջան,
Այն բացիկը կարդացել ես։ Ինչ բացիկ։ Այն ծաղկի փնջի մեջ բացիկ կար, այդ բացիկը։ Այդ մայրիկի համար չէ, մայրիկի մոտ է։ Հա, բալես, հեսա կարդա տնա մեր ավակյանը ինձ հագրե։ Ողջ եսի շատ լավ տղա է։ Ինքը գիտես ինքը դետա կտկիտ մարդ է, ինքը կադա ռոմանտիկ լինի, ինքը կադա տևակետ ոդկա ինքը ամենից կադանի բարեթ համի ետ կաթում եմ։ Ֆուզիցիոն զաբալակդա որի ոդա տասմատությունը ետ գիտեմ որ մենք տարբեր ատղաներից ենք եղել, բայց մենք մեզերը պետք է այդ միակնական լինի եւ միատին լինենք, աղջի եսիցա։ Մայրիկ, ինչի պատահել ես, վիտ ինչու ես այդպես խոսում։ Արի թեմած կանում ինթայել է, լեյտեղը լե եմ ասում։ Դե աղջի, դարի տեղը թուրմ եմ խմեպ։ Լավ, մայրիկ, այդ թուրմի ազդեցությունը վաղ թե ուշ կանցնի։ Գնացինք մեր հաջորդ մրցույթն է։ Գնացինք։ Դե ինչ մեզ մոտ երկրորդ սպորտային մրցույթն է, որը կլինի ավելի ուժային, ավելի թիմային եւ ավելի ինտրիգային։ Իդեպ հիշեցնեմ, որ հաղթողին սպասում է ֆանտաստիկ նվեր։ Չեմ պատասխանում ոչ Հասուն, ոչ Ռուդին։ Աղջի, հասրի մյուս համարի դանգի։ Կանադունին դոյտում եկով։ Ինչ, մի հատ նորից։ Աղջի, ասեմ, բուսիչեր կլոպ ետ է, կանադունին վետ, Մայրիկ լավ, ուրիշից կճշտեմ։ Աղջիկներ ջան, ճիշտ ասած չեն կարող սպասել ձեր երրորդ մասնակցին, հենց որ պետք է սկսենք։ Իդեպ հիշեցնեմ, որ այս մրցույթը ըստ քաշային կարգի է։ Իզաբյութին որոշել է 3 մասնակիցների փոխարեն ներկայանալ 1 մասնակցով, ով իր քաշով այն 3-ի ընդհանուր քաշին է հավասար։ Դե ինչ, դիմավորեք։ Քեզ ինչ եղավ։ Բարև ձեզ, դուք մոդել եք։ Երեկվանից հա։ Ինչի՞ չերևա։ Հա, իսկ ձեր անունը ինչ է։ Բլդուխ Գայան։ Իսկ դուք որտեղից եք։ Իսանը ուրդից կեղնի։ Իսանը Ճապոնիայից։ Բատեսցո, Լեննագանից։ Լավ, դե ինչ, սկսում ենք երկրորդ մրցույթային փուլը, որտեղ Iza Fashion-ից Բլդուխ Գայանը կմրցի Ruzi Beauty-ի 3 մասնակիցների դեմ։ Կամ 2։ Լավ երեխեք, ոչինչ։ Կարևորը քանակը չի, կարևորը որակն է, ու մենք երկուսով հաստատ հաղթելու ենք։ 100% կտետու ենք տանք։ Հայր ջան, այս սեղտորները ուտում ես ու վրաս դզվում ես։ Ռոզի, ես այդ սեղտորը ուտող չեմ ենտար։ Հայր ջան, ցավը տանեմ, ախր ուրիշ տարբերակ չունենք։ Այս սեղտորները ուտում ես ու իսկույն ոտքի ես կանգնում կակագուրչի։ Ես ավելի շուտ 3 հատ խուլիգանության հոդված վրես կվերցնեմ Ռուդիկ, քան այս սեղտորը կուտամ ենտար։ Լավ, որ չես ուտում, մայրիկը մի հատ էլ խմելու բան ասել։ Հեսա այդ սարքեմ գամ, հա։ Կխմեմ, էդի կխմեմ Ռուդի բեր։ Հիմա հաստատ սխտոր չես ուտում։ Ավելի շուտ 20 օր կարծերում կփդեմ, քան ստե սխտորը կուտեմ։ Լավ, դե ուրեմն սա խմի, մայրիկը ասելա, միջև վերջ քաշում ես գլուխը։ Մի անգամուց։ Մի անգամուց։ Ռոզի, շուտ արա։ Սակուց գիտու։ Հասուս, ոնց ես։ Ես պատրաստ եմ Ռոզի։ Ուրա։ Պատրաստ ես։
վերջ, հրաշալի արդյունք։ Բլդուղ Գայանը վարկյանների ընթացքում ջախջախեց 2 մասնակիցներին։ Դե ինչ, քանի որ 3-րդ մասնակիցը այստեղ չէ, մենք հաղթական միավորը տալիս ենք Առաջին անգամ բասկամարտի պատմության մեջ մասնակիցը նոկաուտի է ենթարկվում և հաղթում է Հասմիկ Կարիճ Կարապետյանը։ Դե ինչ, այս մրցույթում հաղթեց Իզա Ֆեյշնը։ Ոնց հաղթեց Իզա Ֆեյշնը։